նախարար, ես ուզում եի անդրադառնալ արցախցի կնոջ եւ երեխայի հետ կապված այս պատմությանը, որ մամուլում բավականին քննարկվեց։ Մեթոդները, որոնցով ոստիկանները նրան ուղեկցել են քննչական մարմին, նկարագրում է այդ կինը երեխայի հետ, փոքրիկ երեխայի հետ, թե ինչ իրավիճակում եւ այլն։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան տեսնում եք, թե համարում եք, որ շատ նորմալ գործելակերպ է ընտրում ոստիկանությունը։ Եվ ըստ կնոջ ասել են շնորհակալ եղեք, որ դիմակավորված չենք ներխուժել տուն։ Հիմա այն ինչ որ դուք ասացիք, բնականաբար ես եւս տեսել եմ, գիտեմ թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, իհարկե մտահոգիչ է, եթե այդպես է, դա է պատճառը, որ ես հանձնարարել եմ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը, ուսումնասիրելու իրավիճակը, լսելու նաեւ կնոջը եւ հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ ռեակցիա կլինի իմ կողմից։ Որ դրվագներն է ձեզ մտահոգել, որ ուզում եք ուսումնասիրել։ Բոլոր դրվագները, որոնք որ բարձրաձայնել է մեր հայրենակիցը, թե ժամի մասով, թե բովանդակության մասով, պիտի գնահատենք թե տվյալ ժամի հետ կապված, օրինակ հրատապության հետ կապված կոնկրետ անհրաժեշտություն եւ մնացյալ բոլոր հարցերը վստահեցնում եմ, որ դառնալու են ուսումնասիրության առարկա, եթե որևէ բան ոչ համապատասխան լինի, ռեակցիա կտրվի անպայման, հանգիստ եղեք։ Եվ Տիկին Սարգսյան, այս փոստերի հետ կապված արդյոք, քանի որ վթարավտանգ իրավիճակներ է սկսում, մի քիչ ձեր հետ կապ չունի, բայց խցանումներ, վթարներ են առաջացնում այս փոստերը։ Դուք օրինակ քննարկում ունենում եք համապատասխանողակների հետ, որ այդ վթարավտանգ իրավիճակներ ստեղծող խնդիրները վերացնեն։ Ես տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվում է խնդրով, պլանավորված աշխատանք կա կոնկրետ, որպեսզի խնդիրը լուծվի։ Միաժամանակ, քանի որ ճանապարհային երթևեկության կտորը գտնվում է նաև ներքին գործերի նախարարության տիրույթում, մենք որտեղ որ նկատում ենք նմանատիպ իրավիճակ, որը որ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել վթարավտանգ իրավիճակի, այդ բոլոր դեպքերը գույքագրվում են եւ պաշտոնապես նաև տրվում է Երևանի քաղաքապետարանի գործընկերներին, որպեսզի նրանք, եթե չունեն նմանատիպ պատկեր իրենց մոտ, դա եւս գույքագրեն եւ լուծելով գնան առաջ։